Ողջույն սիրելի հետևորդներ, Tribune AM-ի YouTube-յան հարթակում դուք տեսնում եք նոր Artcast հաղորդաշարը, որի շրջանակում տարբեր ոլորտի մարդիկ գալու են եւ խոսելու իրենց գործունեության եւ տարբեր իրադարձությունների մասին։ Այսօր իմ հյուրը նկարիչ քանդակագործ Նուրն է։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինչպես է սկսվել այսօր ձեր օրը։ Շատ բուրըն, ինչպես միշտ, ունեմ հյուրերից բան եմ տալիս, տարբեր Հայաստանի տեսարժան վայրերով եւ այսպես տեսարժան վայրերը մի մասը անցնելով եկա հիմա ընդհատեցի ձեր ինտերվյուն վայելելու նպատակով եւ հետո շարունակելու եմ նույն ձև։ Ես ուզում եմ սկսել մանկությունից, ինչպեսի ընտանիքում եք մեծացել։ Ես շատ փոքր տարիքից եղել եմ արվեստի մարդ, այսինքն նվիրված եմ եղել ամբողջությամբ արվեստին, հակառակ նրան, որ ընտանիքում արվեստի հետ կապ ունեցող չկար առհասարակ ազգուտակում չկար ոչ մեկ արվեստի հետ կապ ունեցող, այդ իսկ պատճառով իմ արվեստի այսպես նվիրվածությունը մի քիչ բարդություններ էր առաջացնում ինձ համար, քանի որ ինձ չէին հասկանում, չէին ընդունում, չէին կարողանում պատկերացնել, որ տենց կարա լինի, բայց ի վերջո երևի թե այդ ձգտումը եւ այդ կանչը արվեստի շատ ուժեղ էր եւ ոչ մի խոչընդոտ չկարողացավ խանգարել եւ ես հասա իմ նպատակին։ Իսկ ինչպես էր առաջացել այդ ցանկությունը կամ հետաքրքրվածությունը։ Այդպես ծնվում են։ Այդպես ծնվում են, դա չի առաջանում մի օր։ Այդպես ծնվում են, այդպես ոնց ասեմ, ինչքան ինձ հիշում եմ, իսկ հիշում եմ շատ վաղ մանկությունից, ես եղել եմ արվեստի մեջ անընդհատ։ Այսինքն ուրիշ ոչինչ ինձ չի հետաքրքրել բացի արվեստից։ Ուրիշ ոչ մի հետաքրքրություն չեմ ունեցել, սպորտ եմ ունեցել իհարկե, բայց սպորտն էլ արվեստային է։ 12 տարի սպորտի վարպետ եմ, բայց գեղաճմշկասահքն էլ արվեստի մի տեսակ է սպորտի մեջ, հա։ Հետո սպորտային կյանքս շարունակվել է այլ սպորտաձևերում, երբ որ արդեն գեղաճմշկասահքը վերացավ իմ կյանքից, այլ սպորտաձևերին իմ կյանքում ամբողջ կյանքիս ընթացքում նաև կա սպորտ։ Բայց սպորտը ինձ համար ավելի շատ հոբբի է, քան մասնագիտություն։ Ես երբեք սպորտը մասնագիտություն չեմ դարձրել ինձ համար, իսկ արվեստը դա միշտ եղել է իմ մասնագիտությունը։ Փաստացի դուք այն մտքի կրողն եք, որ տաղանդավոր նախ ծնվում են, երկրորդը մարդիկ միջոց են տիեզերքի կամ Աստծո եւ ինչ որ մի մշակույթի ձևի միջև։ Հանճարեղ ծնվում են բոլորը, անխտիր, բոլոր մարդիկ ծնվում են հանճարեղ։ Բոլոր երեխաները հանճարեղ նկարիչ են, հանճարեղ են բոլոր իրենց արտահայտումներով, ոչ միայն արվեստի։ Բոլոր փոքրիկ երեխաները հանճարեղ են, բոլոր երեխաները հանճարեղ մտքեր են արտահայտում, որը դառնում է թեվավոր տվյալ ընտանիքում։ Իսկ ինչպես է մեկի մոտ ստացվում հասարակության համար դառնալ։ Դա ճակատագիր։ Դա երևի թե ճակատագիր կյանքի իրադարձություններ, միգուցե շատ դեպքերում ծնողներն են փչացնում։ Ընդ որում փչացնում են ոչ թե խանգարելով, այլ օգնելով։ Օրինակ շատ դեպքեր ունեմ իմ կենսագրության մեջ, իմ ընկերների երեխաները, որոնք ասենց գեր տաղանդավոր երեխաներ էին, ընկերներս այնքան չափից ավելին ուշադրություն են դարձրել իրենց այդ տաղանդի վրա, որ երեխան սկսել է կոմպլեքսավորվել ու այլևս չուզել դրանով զբաղվել։ Եվ ես միշտ նկատողություն եմ անում, ասում եմ մի նկատեք մի քիչ, մի գովացեք այդքան շատ, որովհետև այդ երեխան սկսում է կարծել, թե ինքը վերջ, արդեն կայացել է, վերջ ինքը արդեն հասել է։ Ու այլևս էլ ոչ մի բան, ինքը արդեն նկարիչ է, ինքը արդեն երաժիշտ է, վերջ, իրան էլ պետք չի սովորել, իրան էլ պետք չի զբաղվել դրանով։ Երեխայի մոտ այդ զգացմունքը, զգացողությունը, աստեղային հիվանդության այդ շեմը ինքը չի զգում երբ է անցնում, եթե ծնողը չափից ավելին ուշադրություն է դարձնում։ Այդ իսկ պատճառով միշտ հաջողվում են այն երեխաները, որոնց վրա ծնողը դիտարկում է ոչ թե որպես իր երեխային, այսինքն անձնական դիտարկում չի, այլ որպես ուսուցիչը օրինակ կդիտարկեր, հա, կամ դաստիարակը կդիտարկեր, հա, որ հա, սա լավ է, սա ավելի լավ է, քան սա մի քիչ այդքան լավ չի, պետք է նշես անպայման, ոչ թե ամեն ինչին ասես, հանճարեղ է, իմ երեխային տանես բոլորին ցույց տաս, երեխան մի օր կոմպլեքսավորվելու է անպայման եւ վերացնի այդ, իր մեջ փակվի դա, եւ դա շատ մեծ խնդրեմ է։ Շատ դեպքեր ունեմ, ցավոք սրտի, որ երեխաները լինելով
իծներ շատ տաղանդավոր երեխաներ ի վերջո չեն դարձել այն ինչ որ պետք է դառնային, ինչ որ իրանց համար նախատեսել էր ճակատագիրը։ Իսկ ձեր ծնողները ձեզ չեն ուղղորդել մասնագիտության ընտրության կամ ինչպես եղավ, որ գուցե ձեր մայրը կամ հայրն է ուղղորդել, որ դուք սկսեք նկարել, այդ զրույցները կարող է հիշեք, ինչպես չի եղել, հակառակը եղել է խոչընդոտ։ Անընդհատ համարվել է, որ դա շատ վատ բան է, ինչ որ ես անում եմ։ Ինչ որ եթե ես արվեստով եմ զբաղվում, դա նամանավանդ հորս կողմից միշտ եղել է շատ խիստ քննադատում։ Որ ինչ պետքա սոված նկարիչ դառնաս, հետո ես պիտի քո ընտանիքը պահեմ, սենց վերաբերմունք ա եղել։ Մայրս իհարկե շատ ավելի փափուկ էր եւ շատ ավելի իմ կողմից էր։ Մայրս ինձ տարավ առաջինը Իգիթյան կենտրոն, երբ որ ես փոքրիկ էի, ընդունվեցի Իգիթյան կենտրոն, ոնց որ մայրս այդ կողմը խրախուսում եւ դա ոնց որ օգնում էր ինձ, չնայած հորս բանը արգելանքները այնքան շատ էին, որ անգամ մայրիկիս այդ փափուկ վերաբերմունքը չէր օգնում երբեմն եւ եղել են տարիներ, երբ որ ես ուղղակի ինձ արգելված ա եղել արվեստով զբաղվել տան։ Երևի թե հենց դա էր, որ ինձ ավելի էր մղում, որ ես ավելի շատ անեմ, երբ որ ես մի քիչ մեծացա, արդեն այն շատ փոքրիկ տարիքից դուրս եկա, ես սկսեցի բոստանալ եւ սկսեցի պայքարել իմ ցանկությունների համար, իմ մասնագիտության համար եւ այդ պայքարը շատ դաժան էր ու շատ երկարատև։ Ի վերջո ստացվեց ինչ որ ստացվեց, բայց դա օգնել է, ոչ թե խանգարել։ Ես չեմ ասում, որ հիմա ծնողները արգել են երեխաներին, իրանց սիրած արվեստով զբաղվել, բայց պետք էլ չի չափից ավելին գովալ։ Պետք չի վերաբերվել մասնագիտությանը իբրև ծնող։ Հասկանում եք, այլ պետք է վերաբերվել իբրև դաստիարակ, իբրև ուսուցիչ։ Այդ վերաբերմունքն է, օբյեկտիվ վերաբերմունքը պետք է։ Դուք եք ծնող, ունեք 3 երեխա։ Այս դեպքում այդ բալանսը պահել, չուղղորդել, բայց հիանալ, որ երեխաներից որևիցե մեկը շարունակում է ձեր գիծը։ Եվ ինչպես է եղել, որ չեք ուղղորդել, բայց բնականաբար որպես հայր եւ մասնագետ նկատել եք եւ խրախուսել, չէ՞։ Տեսեք, ես երբեք իմ երեխաների իրանք երբեք չէին բերում, ինձ ցույց չէին տալի։ Ինչ որ իրանք կարել են, որովհետև եթե բերում էին ցույց էին տալի, ես ասում էի հա լավ ապրեք, շատ կարճ եւ շատ հպանցիկ։ Բայց դրա հետ մեկտեղ գիշերը, երբ որ իրանք քնած էին, ես գնում էի շատ ուշադիր նայում էի իրանց ստեղծագործությունները եւ իրանց ստեղծագործությունների միջոցով ես փորձում էի հասկանալ ինչի մասին են իրանք երազում առհասարակ, ասենք ծնունդի նվեր ինչ կարելի է իրանց առնել կամ նոր տարվա նվեր ինչ կարելի է նկարների միջոցով էի ես դա հասկանում։ Երբեք չեմ գովացել, տենց գերագովացել, որ բա ինչ լավ եւ այլն, հա։ Եվ ես միշտ ասում էի, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, մասնագիտության ընտրության մեջ, ինչ որ կընտրեք, ես դա կընդունեմ։ Շատ երկար իրանք չէին կողմնորոշվում, լինելով ամբողջությամբ ընկված արվեստի մեջ, այսինքն այդ երեխաները ապրում էին արվեստի մեջ, բայց իրանք մի անգամ մի ֆրազ էին լսել, որը ես ասել էի կամ ինտերվյուի ժամանակ, կամ ընկերներիս հետ զրույցի ժամանակ, որ ես չէի ուզի, որ իմ երեխաները իմ գիծը շարունակեին, քանի որ իրանց դժվար կլինի։ Քանի որ ես արդեն կայացել եմ եւ իրանց անընդհատ համեմատելու են ինձ հետ, եւ դա դժվար է, երբ որ ծնողը կայացած է, երեխաներին շատ դժվար է լինում կայանալ, բարդ է լինում։ Իսկ ես իբրև ցանկացած ծնող չէի ուզի երեխաներից դժվարություն։ Երբ որ հասավ ինչ-որ մի պահ, երբ որ արդեն իրանք պետք է մասնագիտություն ընտրեին, իրանք ասեցին միանշանակ արվեստ։ Չի քննարկում։ Ես ասացի ընդունում եմ։ Եվ երկուսն էլ ընդունվեցին Տերլեմեզան ուսումնարան։ Նորում ես չեմ գնացել, չեմ տեսել ինչ քննություն են հանձնել, չեմ տեսել ոնց են քննությունը հանձնել, իրանք մի օր եկան, ասեցին ընդունվել են անվճար։ Ուղղակի տեղեկացա, որ ընդունվել են անվճար, որից հետո ավարտեցին կարմիր դիպլոմով եւ առաջին անգամ Տերլեմեզան ուսումնարան ես մտա իրանց դիպլոմային պաշտպանելու օրը, ոնց որ եւ բոլորը առաջին անգամ տեսա թե ինչ են արել իրանք դիպլոմայինի համար։ Ես չէի տեսել։ Եվ ինչ զգացողություններ, ինչ տպավորություններ։ Իհարկե հպարտ էի, որովհետև շատ անսովոր մոտեցում էին ցուցաբերել եւ շատ կրեատիվ եւ շատ որակով աշխատանք էին արել։ Դիպլոմը գերազանց հանձնեցին իհարկե եւ կարմիր դիպլոմով ավարտեցին Տերլեմեզանը, որից հետո մեկը ընդունվեց ճարտարապետական համալսարան, մյուսը գեղարվեստի ակադեմիա։
Հիմա արդեն ավարտել են երկուսն էլ, հիմա մտածում են շարունակությունը արդեն դրսում, ուսման շարունակությունը դրսում։ Ես շատ ուրախ եմ, որ իրանք իրենց ճանապարհն են հարթում, ընդ որում առանց անգամ խորհուրդ հարցնելու ինձնից։ Արվեստի մեջ ես իրենց չեմ կարող խորհուրդ տալ։ Եվ ես չէի էլ ուզի խորհուրդ տալ, որովհետև ես չեմ ուզում, որ իրանք մեծանան իմ շարունակություն։ Ես ուզում եմ, որ իրանք ձևավորվեն որպես առանձին ստեղծագործող էակներ։ Ես ձեր մոտեցում եւ կարծիքը հարգում եւ ընդունում եմ, բայց կարող եք նաեւ դիտարկել, որ ինչ որ մի ուսանող իմանալով որքան կայացած եք, ինչ երկար ճանապարհ եք անցել, անդադ ձեր խորհուրդը հարցնել եւ ես կարծում եմ դուք նրան օգտակար միանշանակ։ Այս դեպքում աղջիկները ավելի տուժած չեն, հերո եք պահում նրանց ձեր աղջիկները լինելու հանգամանքից։ Դա ձևավորված հարաբերություններ են, իրանց կողմից էլ է դա եկել, դա ձևավորված հարաբերություններ են։ Ես ինքս ոչինչ չեմ արել դրա համար, բայց ես արդեն իմ աղջիկների պարագայում ես արդեն տվել եմ գենետիկան։ Եթե ուսանողների պարագայում ես այդ գենետիկան չեմ տվել եւ իմ խորհրդի կարիքը պետք է, ապա աղջիկների պարագայում ես տվել եմ գենետիկա, եւս խորհուրդ այլևս անհրաժեշտություն չկա։ Շատ լավ։ Ես նաև կուզեմ խոսել ընթացքում դուք խոսեցիք աստղային հիվանդության մասին։ Այսօր ոլորտը կապ չունի, բայց կարծես թե մի փոքր շատ հեշտ է նախ հայտնի դառնալը, բոլորիս համար գրեթե դա հասկանալի է, թե իմ ոլորտում, թե ձեր ոլորտում մի նկարով, երկու նկարով, մի հաղորդումով շատերը հայտնի են դառնում եւ սկսվում է այդ աստղային հիվանդությունը։ Ես կուզեմ լսել ձեր կարծիքով երկար ճանապարհ է անցել, ինչպես մենք կարող ենք հասարակության մեջ ձևավորել այն գաղափարը, որ որոշակի ճանապարհ անցած մարդիկ գոնե ունեն իրավունք որոշակի տեղերում խոսելու, իրենց կարծիքը ասելու եւ համացանցային հնարավորությունը չէ, որ ամեն երկրորդ իր կարծիքը ասի, սովորեցնի, թելադրի, թե գուցե դա ճիշտ է, ձեր կարծիքը կուզեմ լսել։ Գիտեք, եթե մարդը ունի ցանկություն ինչ-որ բան սովորացնելու, անկախ նրանից թե դա ճիշտ է, սխալ է, լավ է, վատ է, թող փորձի։ Գիտեք ինչի, որովհետև ի վերջո սովորացնողի խնդիրը չի, սովորողի խնդիրն է։ Այս սովորողն է ընտրում ինչ սովորի։ Ինքն է որոշում տվյալ բանը լսի, մյուսը չլսի, կամ տվյալ բանից ինչ-որ բան քաղի, մյուսից չքաղի։ Բոլոր ծառերը աճում են եւ շատ ծառեր բերքատու են, բայց դու ես ընտրում որ բերքը քաղես, որ նա քեզ ավելի հարիրի կամ հաճելի։ Ես դեմ չեմ, այո, շատ մարդիկ կան, որոնք չունենալով այդ բագաժը, չունենալով այդ հնարավորությունները, այդ անցած ուղին կամ գիտելիքը, փորձում են ինչ-որ բան սովորացնել։ Այդ թող սովորացնեն։ Եթե ինչ-որ մեկին իրանք 1% կավելացնեն, դա էլ օգուտ։ Ինձ ավելի շատ օրինակ զարմացնում է մարդկանց ռեակցիաները, երբ որ ես համացանցում ինչ-որ բան նայում եմ, երբ որ ինչ-որ մի բան դուր չի գալի, ես ուղղակի արագ անցնում եմ։ Որտեղ ես չեմ ուզում ինձ այդ նեգատիվ էմոցիաց տամ, դուրս չի գալի, անցնում եմ, չեմ էլ հիշում։ Իսկ մարդիկ կան, որ ման են գալի այդ նեգատիվը, որ կոմենտ գրեն, վատ։ Իրանց համար նեգատիվը, միգուցե մյուսի համար դա պոզիտիվ է։ Հասկանում ես, այդ կոմենտը ասում են, միթե այդքան ժամանակ ու այդքան էներգիա ունեք, որ այս ամբողջ այս բանի մեջից, երգի մեջից դուք գտնեք ինչ-որ վատ բաներ ու դրանց մասին ինչ-որ վատ բաներ գրել, չեմ կարող դա հասկանամ երբեք։ Երբեմն անգամ լավ բաներ գրելու ժամանակ չես ունենում, ուղղակի նայում ես, անցնում գնում ես ու մեջդ պահում ես հիշողությանդ մեջ, որ մնաց։ Իսկ երբ որ օրինակ իմ պոստերի տակ, հա, տենց հիմնականում շատ պոզիտիվ է գրվում միշտ իմ արած աշխատանքների կամ իմ արած ինչ-որ ակցիաների կամ ցուցահանդեսների տակ հիմնականում 99.9% շատ պոզիտիվ է գրվում։ Մեկ էլ մի հատ մեկը, որ հայտնվում է ու ես ուղղակի ժպտում եմ, կատակում եմ այդ ժամանակ, հումոր եմ անում։ Ես հումորով եմ այդ պահին վերաբերվում, որովհետև մեղք է այդ մարդում արդեն մեղք է։ Արդեն մեղք է, որ հասել է դրան, որ գրել է։ Մի հատ էլ վրայից ինչ-որ մի բան, չէ, ավելի լավ է հումոր անես, անցնի գնա մեղք է։ Դուք խոսեցիք Facebook-յան գրառումներից, վերջերս դուք տարածման մեջ դրեցիք մի հետաքրքիր գաղափար, որ երբ դուք միայնակ եք, դուք նորն եք, երբ շատ ենք, մենք Հայաստանն ենք։ Նման գաղափար երբ որտեղ առաջացավ, որ կիսվեցիք ու ինչ փուլում եք հիմա այդ գաղափարի հետ կապված։ Տեսեք, դա միշտ նկատվում է, երբ որ շատ շրջագայում եմ, շատ ցուցադրվում են տարեկան 7-ից 9 ցուցահանդես մինիմում դրսում է լինում միայն։ Այդ իսկ պատճառով շատ շփումներ կա, շատ
Հա տարբեր ազգերի հետ, տարբեր ներկայացուցիչների հետ, տարբեր մտածողության մարդկանց հետ։ Եվ ես հասկացա, որ ոնց որ ես վերցրել էի ինձ վրա միսիա իմ մասով, ինչքան որ ես կարողանում եի Հայաստան ներկայացնել։ Եվ մի օր հասկացա, որ դա չի ստացվում, որովհետև մարդիկ ինձ ընկալում են ոչ թե որպես Հայաստան, այլ որպես նուր։ Մոռանում են անգամ, որ ես Հայաստանից եմ։ Անդադ վերահարցնում են, որ երկրից ես դու, Նուր ջան, արդեն ընկերներ ենք, բայց մոռանում էին երկիրը։ Եվ ես փորձեցի գտնել դրա լուծումը, ոնց լուծումը գտնել, եւ հասկացա, որ եթե մենք խումբ լինենք եւ ոչ թե ես մենակ լինեմ, այդ ժամանակ իրենք չեն կարող որպես անուններ հիշել բոլորի։ Պետք է ասեն Հայաստանի խումբ, ID կլինի Հայաստան։ Եվ դա էր գաղափարը, որ վաղուց է այդպես անում, հիմա ուղղակի ձևակերպումը տվեցի, ինչի եմ տենց անում, հա, հիմա ոնց որ ձևակերպվեց դա վերջնական, որ տարբեր երիտասարդ հայ նկարիչներ հավաքում եմ եւ ներկայացնում են տարբեր երկրներում ինձ հետ միասին։ Ինչի՞։ Որովհետեւ մենք ունենք մեծ sense կտրված եւ բաց թողում։ Կտրված բաց թողում ունենք մեր գործունեության, մեր երկիրը հանրահարչակելու գործում։ Ձեր ոլորտում թե ընդհանրապես։ Ընդհանրապես մենք ունենք շատ մեծ բաց թողում եւ դա շատ մեծ խնդիր է։ Բանանն է, որ մեր երկիրը միշտ ներկայանում է մեր հին պատմական կոթողներով, մեր հին պատմական մշակույթով, մեր հին պատմական մենք խաչքարները, մեր գորգերը, մեր երաժշտությունը հին պատմականն մեջ։ Հա, դա վնաս չէ, ուղղակի նորի խնդիր ունենք փաստացի։ Դա վնաս չէ, դա օգուտ է, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Մարդկանց թվում է, թե մենք էլ չկանք։ Հասկանում եք, մենք դրա հետ մեկտեղ ասել ենք, որ մենք ցեղասպանվել ենք, հայտարարել ենք աշխարհի, եւ շատ մարդկանց մոտ ծուր կարծիք է, սխալ կարծիք է ձևավորվել, որ այս ազգը եղել է ու էլ չկա։ Օրինակ ոնց որ եգիպտացիները։ Հիմա Եգիպտոսի բուրգերը կառուցել են եգիպտացիները, բայց այսօր այնտեղ ապրում են ոչ եգիպտացիները, այնտեղ ապրում են արաբները, որոնք կապ չունեն Եգիպտոսի բուրգերի կառուցման կամ այդ ամբողջ մշակույթը կամ այդ քաղաքակրթությունը ստեղծողները։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ հայ արվեստը դա հին են նախկին հայերն էին, ինչ որ կային, հետո ցեղասպանվել են, հիմա մենք ենք, բայց մենք նրա հետ կապ չունենք, որովհետև մենք հիմա չենք շարունակում ստեղծել, բայց մենք շարունակում ենք, ուղղակի չենք ցուցադրում։ Չգիտես ինչի մեզ համար լիարժեք չենք, գուցե ոչ ամբողջությամբ, գուցե ոչ միասնական, բայց ունենք չէ անհատներ, երգիչներ, ինչ որ դերասաններ, որ փորձում են, դուք փորձում եք, չէ՞։ Նայեք, երգիչներ, դերասաններ ասացիք։ Երգիչները հիմնականում աշխատում են հայկական աուդիտորիայի վրա։ Մեր երգիչները դրսում աշխատում են հայկական համայնքային աուդիտորիայի վրա, դա միջազգային հանրահարչակում չի։ Նու չհաշված օպերային մի քանի երգիչ ունենք, որոնք որ միջազգային ոլորտում են, բայց դա շատ քիչ է։ Հիմա դերասաններ, ասենք ինչ դերասաններ ունենք, որոնք որ միջազգային ոլորտում կան, գոյություն ունեն եւ հայ են, եւ որպես հայ են, եւ Հայաստանից դուրս եկած հայ են, ոչ թե Դե մի քանի հոգի ունենք, անունները չառանձնացնեմ, բայց բնականաբար նրանք էլ Հայաստանից չեն հայտնի դարձել, այլ գնացել են այլ երկրի միջոցով։ Հենց այդ է խնդիրը, որ մարդկանց մոտ դրսի մարդու մոտ ձևավորվում է, որ հայերը ցեղասպանվել են, ինչ որ մի մասը փախել է աշխարհով, ինչ որ տեղավորվել ապրում է, իսկ Հայաստանը այլևս հայեր չեն, այն հայերը չեն, որովհետև այսօր Հայաստանից ոչինչ դուրս չի գալի։ Ինձ հարց է տրվել, օրինակ, որ իսկ Հայաստանում այսօր մարդիկ ապրում են առհասարակ, որովհետև ինչ տեսել ենք հինա։ Եվ սա խնդիր էր ինձ համար, շատ լուրջ խնդիր էր։ Ես մի քանի ամիս չէի կարողանում հանգստանալ, գիշերները չէի կարողանում քնել, սա ինձ համար լուրջ խնդրեմ էր, որը ես հասկացա, որ պետքա լուծում ստանա։ Այդ իսկ պատճառով ես սկսեցի հավաքել հայ երիտասարդ շատ տաղանդավոր նկարիչներ, որոնց ասելիքը ընդունելի է այսօրվա լեզվով դրսի համար, եւ ինձ հետ միասին սկսեցի հանել աշխարհ եւ գնալով մեծացնել այդ խումբը եւ այսօր ինքը հասել է մի մանիֆեստի, առանձնացնեմ, բացատրեմ ինչ է արվեստում մանիֆեստը։ Երբ որ արվեստը հասնում է ինչ որ մի կետի, հետո մի անգամից փոփոխություն է ստանում ինչ որ մի աշխատանքի շնորհիվ, արվեստի գործի շնորհիվ կամ ինչ որ մի խմբի շնորհիվ, հա, օրինակ իմպրեսիոնիստները երբ որ եկան, դա մանիֆեստ էր, որովհետև արվեստը փոխվեց, դարձավ իմպրեսիոնիզմ։
միանգամից ոնց որ age թերթվեց, հա, դա մանիֆեստ։ Նոր մշակույթ։ Կամ օրինակ, որ ասում են Մալևիչի սև քառակուսին ինչա, դա մանիֆեստ է, որովհետև ինքը կուբիզմի վերջը դրեց դրանով։ Ինքը ասեց, որ դե կուբիզմ եք ուզում, հենց կուբիզմ։ Ամենապարզ ու ամենաանբեկելի կուբիզմը եւ սրանից հետո արդեն իմաստ չուներ կուբիզմը շարունակել։ Հիմա ես որոշեցի, որ պետքա հասցնենք հենց հայկական մանիֆեստ ստեղծենք արվեստում։ Պետք է բերենք հայկական արվեստը մանիֆեստի համաշխարհային մանիֆեստի, որովհետև հայկական արվեստը երբեք մանիֆեստ չի առաջարկել աշխարհին։ Հայկական արվեստը երբեք sense շրջադարձային փոփոխություն աշխարհի մակարդակով չի արել։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ այս խումբը պետք է կոչվի Armenian Art Corps, այսինքն հայկական արվեստի կորպուս։ Եվ դա դառնա արվեստ, որը նվիրված է բարեգործությանը, որը նվիրված է օգնելուն, որը նվիրված է վերածնվելուն, այսինքն արվեստը օգնի վերածնվել։ Կլինի դա տարերային աղետներից տուժած պետություններ կամ ազգեր, կլինի դա պատերազմից տուժած պետություններ կամ ազգեր, այս կորպուսը ոնց որ խաղաղապահների պես պետք է մտնի եւ արվեստով փորձի վերհառնել։ Իսկ ասեք ներկայությամբ մոտավորապես որքան մարդ է ներառված, հետագայում շատանալու է, հիմնական ուղղվածությունները ձեր ներգրաված մարդկանց ինչ ժանրի մեջ են, ինչ ոճի մեջ են։ Բոլորը ժամանակակից արվեստի, արդի արվեստի ներկայացուցիչներ են, 20 հոգի է այսօրվա դրությամբ հավաքագրված, դեռ սկսում ենք 20 հոգով, ավելանալը դա սահմանափակված չի, բայց ինքը ընդ որում ազգայինորեն էլ սահմանափակված չի, այլ ազգեր էլ կարող են լինել Armenian Art Corps-ի անդամներ, բայց պետք է լինեն հենց Armenian Art Corps, որովհետև սա հայկական կորպուս է, եւ ոչ մի դեպքում սա չի կարող դառնա ֆրանսիական կորպուս կամ ամերիկյան կորպուս, սա հենց հայկական արվեստի կորպուսն է։ Նախաօրինակ չկա, գաղափարը ձերն է։ Սա արվեստը կբերի մի այլ ոլորտ, որտեղ կկարողանանք դժբախտությունը, որտեղ մենք գնում ենք դժբախտացած ինչ որ իրավիճակին, հա, դժբախտությունը վերածել, ոնց որ վերահառնել, փյունիկի պես, վերահառնել եւ դարձնել գեղեցիկ։ Սա է գաղափարը խոսում եւ այդ գեղեցիկը տալ այդ մարդկանց, որպեսզի այդ մարդիկ կարողանան այդ գեղեցիկով ապրել։ Հետևելով ձեր էջին, ձեր գրառումներին, ընդհանրապես ձեր գործունեությանը, իմ կարծիքն է, գուցե ես սխալվում եմ, կուզեմ անպայման լսել պատասխանը, դուք էմոցիոնալ մարդու տպավորություն եք թողում, ով պարտադիր արձագանքում է Հայաստանի եւ ընդհանրապես հայի հետ կատարվող ամեն ինչ։ Թե դժբախտությանն եք արձագանքում, թե միասնականության բացակայությանը, թե քաղաքական իրադարձություններին, ինչի մասին իհարկե շատ խորապես չեմ ուզենա խոսել, որովհետև ոչ քաղաքական հաղորդում է այնուամենայնիվ, բայց ձեր արձագանքը, ձեր ներսի պահանջն է, թե մտածում եք, որ դուք ունեք հետևորդներ, ձեր սիրողներ, դա կոչ է, ձեր գրառումների տակ են շատ համախմբվում, բայց զուգահեռ նաև կան քննադատողներ։ Ինչպես եք վերաբերվում այդ ամենին։ Տեսեք, Պարզա, ես ունեմ իմ կարծիքը, ճիշտ է, եւ չեմ կարծում, որ ամենատգետ կարծիքը ունեմ այս աշխարհում, քանի որ երևի թե ինչ որ ճանցած ուղի ունեմ, որի հիման վրա կարող եմ որոշել, որ ինչ որ մի բան էլ ես եմ հասկանում այս աշխարհում ի վերջո։ Այդ իսկ պատճառով ունենալ քո կարծիքը եւ ունենալ քո հուզմունքը եւ քո հույզերը այս կամ այն իրադարձության մեջ, դա նորմալ է ցանկացած մարդու համար, բայց արտահայտվելը եւ հանրայնորեն արտահայտվելը դա արդեն պատասխանատվություն է, քանի որ եթե դու վերցրել ես քո վրա պատասխանատվություն լինել հանրային մարդ, ապա դու պարտավոր ես արտահայտվել, որովհետեւ այլապես ինչու ես հանրային մարդ։ Եթե դու դարձել ես արդեն հայտնի, կամա թե ակամա, ես ոչինչ չեմ արել հայտնի դառնալու համար հատուկ։ Ես ուղղակի աշխատել եմ, իմ աշխատանքն եմ արել, ինձ հրավիրել են եթերների, ես գնացել եմ, որովհետև խնդրել եմ, որ ասելիք ունես, արի ասա, սովորացնելիք ունես, գնա սովորացրա։ Ես ոչ մի հատուկ նպատակ երբեք չեմ ունեցել հայտնի լինել, բայց եթե արդեն դառել եմ, ուրեմն դա պատասխանատվություն է իմ վրա դնում, որ ես պարտավոր եմ իմ կարծիքը արտահայտել։ Դրանով ուղղորդելու, թե ուղղակի դրանով ուղղորդելու եւ դրանով պարզաբանելու, քանի որ մարդիկ տարակարծիք են,
Եվ եթե դու ունես քո ոնց որ բանակը, որը քեզ քո արվեստը, բարձա ես երգիչ չեմ կամ սերիալի դերասան չեմ կամ որպեսի շատ մեծ բանակ ունենամ։ Ասածս ինչա, որ ես պարտավոր եմ արտահայտվել եւ պարտավոր եմ իմ կարծիքը տալ։ Որտեղ մարդկանց հետաքրքիր է ես ինչ եմ մտածում այս կամ այն դեպքում։ Եվ լռելը դա կլինի ուղղակի բան, որ գլուխդ ավազի մեջ ես մտցնում, էլի։ Հա, ես կարմիր չեմ, ես սպիտակ չեմ, ես ոչ մեկի կողմից չեմ, տենց չի լինում։ Դու պետքա կողմ ունենաս, դու պետքա դիրքորոշում ունենաս եւ դու պետքա պայքարես այդ դիրքորոշմանդ համար, որովհետեւ դու անձ ես։ Պայքարի ընթացքում, երբ արդեն մարդիկ բառի բուն իմաստով ֆիզիկապես վտանգ են ներկայացնում տվյալ մարդու համար, ինչի օրինակները մենք ունենք թե ընդդիմադիր, թե հակառակ դաշտում, եւ այդ մարդը ուղղակի ասում է, ես իմ ընտանիքը ոնց որ հեռու մնամ, լռեմ, բայց ես իմ կարծիքը ունեմ, երբ որ պետք լինի կասեմ, ոնց եք վերաբերում, այսինքն մարդուն հասցնում են այն վիճակի, որ երբեմն ինքը լռում է։ Տեսեք, ուրեմն եկեք այս հարցի շուրջ մի հատ ձևակերպում դիտարկենք, ինչա նշանակում մտավորական։ Տեսեք, շատ մարդիկ չեն հասկանում այդ բառի իմաստը կամ այդ կերպարի ով լինելը։ Մտավորականը այն կերպարն է, որը ոչ թե գիտելիք ունի, կամ ոչ թե հայտնիություն ունի, կամ ոչ թե տաղանդ ունի, կարող ես ունենալ 3-ը միասին, բայց չլինել մտավորական դրա հետ մեկտեղ, հա, կարաս դրանցից ցանկացած մեկը ունենալ, լինել ակադեմիկոս, լինել, չգիտեմ, ժողովրդական արտիստ, լինել, բայց դրա հետ մեկտեղ մտավորական չլինել։ Մտավորականը այն անձնավորությունն է, որը ուղեցույց է անում օրինակ երկրի կառավարությանը, սխալները, ասում է այստեղ սխալ եք։ Ինքը չի ասում, այ դուք ստեղ լավն եք։ Լավը դա պարտավորվածությունն է, ցանկացած մարդ անելով իր գործը պարտավոր է անի լավ եւ գովասանքի կարիք չկա։ Դա նորմալ չի գովելը։ Ասենք, եթե երեխան, չգիտեմ, դու կոնֆետ տվեցիր, երեխան շնորհակալություն ասես, դու դրա համար չպիտի ասես, վայ ապրես, որ շնորհակալություն ասեցիր։ Դա նորմալ է, որ ինքը շնորհակալություն ասեց։ Դա դաստիարակված երեխա է, վեր տենց պետքա լինի, բայց մտավորականի գործոնը դա շատ կարևոր գործոն է պետության մեջ, որտեղ մտավորականը ասում է որտեղ եք դուք սխալ եւ ուղեցույց է անում սխալի վրա։ Ինչը ես արել եմ միշտ ցանկացած կառավարության օրոք, եթե սխալ են արել, ես արտահայտվել եմ, որ սխալ են արել եւ երբեք չեմ ասել այստեղ լավ են արել։ Դա անձնական հարաբերություններից ելնելով չի եղել, չէ՞, ոնց հասկանում եմ, որպես քաղաքացի եւ հայ լինելով եք արձագանք։ Միանշանակ, ես իմ պետության համար եմ դա արել։ Եթե սխալ են եղել, անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կամ ինչ, ես բացահայտորեն ասել եմ, այստեղ արել են սխալ։ Եվ ես շատ քննադատել եմ այդ սխալը։ Եվ դա է մտավորականի գործոնը։ Եվ եթե մեր արտիստները կամ մեր մտավորական համարվողները դա որոշում են, որ դե իրանց գործը չի, մի կողմ քաշեն, փոչը քաշեն, ձեն չհանեն եւ այլն, տենց ինչ որ հանգարց վտանգ, հանգարց բանից չկտրվեն, դա արդեն նշանակում է, որ իրանք իրավունք չունեն մտավորական բառը օգտագործելու իրենց հասցեի։ Եվ գուցե չեն էլ ուզում օգտագործեն այդ։ Դե բայց միտեղ որ հարցնում ես, դե մենք մտավորականներս շատ ահանջում դա, ցավոք սրտի։ Սա է մտավորականի գործոնը։ Այդ իսկ պատճառով ես միշտ արտահայտվում եմ եւ միշտ արտահայտվում եմ կոռեկտ։ Ես երբեք դուրս չեմ գալի ինչ որ սահմաններից, հա, կամ ինչ որ։ Հա, նեղանձնային վիրավորանքների սահման ամեն դեպքում երբեք չեք անցել։ Երբեք չեմ անցել, որովհետև համարում եմ, որ հայոց լեզուն այնքան սուրբ սրբազան լեզու է, որ չի կարելի պղծել նամանավանդ հանրային տարածքում այս լեզուն։ Եվ դա առաջի թշնամանքն է մեր կողմից, եթե մենք դա անում ենք։ Մենք ինքներս մեզ ենք կործանում դրանով։ Եվ քննադատություն իհարկե շատ։ Ոնց է ազդում ձեր վրա վատ նամակները, քննադատությունները, արդյոք նրանք չեն փորձում ձեզ վնասեն, խանգարեն, որովհետեւ ձև գտնում են ձեզ հասնելու, որովհետեւ մեկ նեգատիվը այնքան շատ է լինում, որ թվում է թե մարդուն հենց տեսնեն մի վնաս տալու են իր գրածի համար, խոսացածի համար։ Իհարկե փորձում են։ Բայց ես տղամարդ եմ։ Ասենք ինչից պիտի վախենամ։ Ասեցիք ինչից պետք է վախենամ։ Հայաստանում որոշակի տղամարդուն բնորոշ, չնայած հիմա ֆեմինիստները կնային, կասեն, պետք չէ այդպես ասել, բայց ամեն դեպքում որոշակի դերակատարումների լղոզվածություն մենք չունենք, տղամարդ, կին, անշուշտ ամբողջ աշխարհում բնավորության, այսինքն նույն կինը կարող է սոցիալական հարթակում գրել
բառեր, որի համար պատասխանատվություն չի կրելու, անգամ տղամարդը կարող է գրել։ Այսինքն այդ լղոզվածությունը ինչից եկավ ու ոնց կարող ենք վերացնել։ Կարող ենք արդյոք։ Դաստիարակելով, կրթելով եւ դաստիարակելով։ Եվ ոչ թե նորաձև կրթելով, այլ կրթելով, իսկական կրթելով։ Հիմնային, ընտանիքից մինչև կրթելով եւ դաստիարակելով։ Օրինակ ծառայելով։ Ամեն մարդ, որը իրեն համարում է, ինքը իրեն համարում է կիրթ մարդ, ինքը պետքա կիրթ պահի իրեն։ Հանրային տարածքում նամանավանդ։ Հիմա ես երբեք դուրսը չեմ թույլ տա ինչ որ մի հատ ծխախոտի բան գցել կամ լուցկու չոփ գցել գետնին։ Ինչի՞, սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ քաղաքը, չեմ ուզի աղտոտել եւ բ չէ իրավունք չունեմ կողքից մեկը կարողա տեսնի։ Հենց որպես նախ հանրային մարդ, հետո որպես շարքի քաղաքացի։ Եվ կողքից մեկը կարողա տեսնի ու ասի, այ ինքը արեց, ուրեմն ինձ էլ է կարելի։ Հասկանում եք։ Սա ինձ համար բաներ են, հա, ինչ որ օրենքների տաբուներ են։ Ես երբեք մեքենան չեմ վարի, այսենց ինչ որ փողոցներով, չգիտեմ, բարձր ազդանշաններ չեմ տա, բարձր երաժշտություն չեմ միացնի մեքենայի մեջ, որպեսզի խանգարեմ մարդկանց։ Ինչի, որովհետև ես հարբում եմ մարդկանց, եւ բ ես տղամարդ եմ, որը հասկանում եմ, որ եթե ես դա արեցի, ինչ որ մեկը հայոյեց իմ հետևից։ Անկախ նրանից ես լսեցի, թե չէ, հայոյեց, չէ, բայց դա իմ վրա չի ազդում։ Ես գիտեմ, որ հայոյելա, չէ, ինչ որ մեկը։ Բայց ես ոնց կարամ առիթ տամ, որ հայոյեն։ Դուք միշտ դրսում ցուցադրություններ եք ունենում, շատ հաճախ դուրս եք գնում Հայաստանից, բայց Հայաստան եք վերադառնում եւ Հայաստանում եք ապրում։ Դա Հայաստանը սիրելու դրսևորման ձև է, թե ուղղակի էներգետիկ դաշտով եք այստեղ լավ զգում։ Կուզեմ հասկանալ, ինչու չեք գնում դրսում ապրելու եւ ավելի դրսում Հայաստանի անունը, հայ անունը օրինակ բարձր պայելու, ինչպես շատերը ասում են եւ գնում են։ Տեսեք, անցած օրը խոսում էինք ընկերներիս հետ, որոնք եկել են դրսից։ Գրեթե ամբողջ աշխարհում եղել եմ։ Գրեթե չկա երկիր աշխարհում, երևի թե սենց մի ձեռքից մատերի վրա կարող եմ հաշվել երկրները, որտեղ դեռ չեմ եղել։ Տեսել եմ շատ գեղեցիկ բաներ այս աշխարհում, հրաշալի գեղեցիկ բաներ։ Բայց կա մի բան Հայաստանում, որը չկա ոչ միտեղ։ Այդ նույն տեսարանը, որը մենք տեսնում ենք դրսում շատ գեղեցիկ, Հայաստանում շատ ավելի գեղեցիկ է։ Չգիտես ինչի համար։ Ֆոտոյի մեջ նույնն են գրեթե, անգամ զիջում է, բայց իրականում շատ ավելի ուժեղ է։ Ու դա միայն ինձ համար չի, որովհետև ես հայ եմ կամ սիրում եմ այս երկիրը։ Դա ցանկացած մարդու համար է, որը գալիս է դրսից։ Լիքը ընկերներ ունեմ, որոնք գալիս են դրսից նկարիչներ Հայաստան, որովհետև ես էստեղ եմ, հետեւաբար կապնվում են Հայաստանի հետ, հետո ասում են մենք չենք կարող առանց այս երկրի։ Այլևս։ Կամ մի բան էս երկրում, որ անըմբռնելի է, չես կարող անըմբռնես ինչն է, բայց ինչ որ շատ կարևոր բան է, որը ուրիշ ոչ միտեղ չկա։ Այդ կարևոր բանն է ինձ պահում էստեղ։ Իհարկե կարող եմ ցանկացած աշխարհի երկրում ապրել եւ շատ լավ ապրել։ Որտեւ շատ հրավերներ, շատ առաջարկներ միշտ են եղել, 20 տարուց ավել անդադ առաջարկներ են եղել։ Բայց ես ապրում եմ Հայաստանում, ես ապրելու եմ Հայաստանում, անգամ ասեմ ավելին, առաջարկվել է այլ երկրների քաղաքացիություն ունենալ որպես երկրորդ քաղաքացիություն, ես դրանից էլ եմ հրաժարվում, որովհետև ես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ վերջ։ Բայց ավելի լավ պայմանները չեն կանչել, որովհետև Հայաստանում ապրելը երևի թաքցնելու չէ, որ շատերի համար դժվար է։ Գուցե դուք արդեն բայացած եք, դուք ունեք եկամտի աղբյուր, բայց հատկապես երբ որ ներսդ հարուստ է, երբ որ ներսդ լիքն է, արտաքնապես քեզ պետքա 200 գրամ հաց օրեկան եւ 2 լիտր ջուր եւ վերջ։ Ոչինչ ավել պետք չի։ Որտեղ ներսիդ հարստությունը, ներսիդ պարունակությունը քեզ բավարարում է ամեն ինչով։ Բայց այսօր ներսից հարուստ մարդիկ կարողանում են իրենց ճիշտ դիրքավորել Հայաստանում եւ արդյոք հասկացված են։ Իսկ ինչի ես պետք է։ պետք է։ Գումարը շատ բան է որոշում, չէ՞ որ։ Չէ։ Ինչի պետք ինձ, որ ինձ հասկանան։ Ես իմ արվեստանոցում ինքս ինձ հասկանում եմ, այդքանը բավարար է։ Ով գալիս է իմ արվեստանոց, ինձ հասկանում է, այդքանը ինձ բավարար է։ Ինչի՞ պետք որ բոլորը հասկանան, ինչի ես պետքա ուզեմ, որ բոլորը ինձ հասկանան, կամ բոլորը ծափահարեն, կամ բոլորը համարեն, որ այո, եւ այլն։
մեծ արեն։ Դուք կայացած եք դրա համար, իսկ նոր սկսողների համար դա որոշակի թեկուզ գումարի վաստակման տարբերակ է, երբ նրանք ավելի հանրահայտ են, ավելի նրանց անունը շրջանառվում է, չէ՞ որ դուք շատ հեշտ ներկայացրեցիք, որ դրսում եք արդեն ներկայացված դեսրում են, դա երկար ճանապարհ է։ Ինձ մոտ ես էլ եմ չէ՞ մի օր սկսել կայան։ Ինչպես եք օրինակ գնացել, դժվարություններ եղել են ու որպեսզի նոր սկսվող նկարիչները, քանդակագործները հասկանան, որ ամեն ինչ միանգամից այսպես հեշտ չէ։ Առաջի ցուցահանդեսը որ գնացի, համաշխարհային ցուցահանդեսը այն ժամանակ դեռ զարդագործությամբ էի զբաղվում։ Առաջին ցուցահանդեսը որ գնացի Մոսկվայում համաշխարհային ցուցահանդես, գումարս հերիքել էր որ առնեի տոմսերը միայն։ Ինքնատերի տոմսերը։ Եվ ունեի մոտավորապես $20 գրպանումս։ Եվ պետք է մնայի մոտավորապես 12 օր։ Այնտեղ ունեի ընկերներ, որոնց տանը ապրում էի, այդ հարցը լուծված էր, բայց ուրիշ ոչ մի բան։ Այսինքն ես ամբողջ օրը ցուցահանդեսում ես անգամ սուրճ չէի կարող խմել։ Հաղթեցի այդ ցուցահանդեսը։ Վերադարձա հաղթանակային գումարով։ Այդ գումարին, որ տրվեց հաղթանակային ֆոնդը, որ տրվեց, գործիքներ գնեցի ամբողջին, որովհետև ուզում էի շարունակել աշխատել։ Եվ ոչ թե գնացի ինչ-որ միտեղ տենց իմ հաճույքները վայելեցի։ Մեծ հաշվով, եթե դու հաճույք ես ստանում քո աշխատանքից, եթե դու լցված ես ներսում, երբևէ չեմ մտածել անել ինչ-որ մի աշխատանք, որ վաճառվի։ Աշխատանքը անելու ժամանակ ես վաճառքի մասին երբևէ չի եղել որ մտածել։ Տենց չի լինում։ Բայց վաճառվել են։ Հետո վաճառվում են ավելի թանկ, քան կարայիր պատկերացնեիր, որովհետև դու ընթացքում դրա մասին չես մտածել, դու ազնիվ ստեղծագործել ես։ Եվ ես միշտ երիտասարդ սկսնակներին ասում եմ, ազնիվ եղեք, ամենակարևորը ինքներդ ձեր հետ եւ ձեր արտաբերացի հետ ազնիվ եղեք։ Շատ թանկ դա կգնահատվի։ Երբ որ կատարյալ ազնիվ լինի, ինքն իրան շատ թանկ կգնահատվի։ Ուղղակի դուք ազնիվ եղեք։ Եղել են պատվիրատուներ, որոնց հետ անգամ մեծ գումարի պարագայում չեք ուզեցել աշխատել։ Շատ անգամ։ Ինչով է պայմանավորված։ Դե որովհետեւ չի կարող ստեղծագործել այդ Սահմանափակումներ թե կամ այդ իդեայի մեջ չի կարող աշխատել շատ անգամ դա շատ հայտնի այսպես իմիջ է իմ որ ես մերժում եք 10 պատվիրատուից 2-ի պատվերն եմ միջինում ընդունում երբ որ զարդեր էի անում հիմա մի քիչ ուրիշ է հիմա գեղանկարչությունը եւ քանդակ այդ պարագայում ով ուզի կարա գա առնի բայց այդ էլ ես հարցականի տակ եմ դնում երբեմն ասում եմ որ չէ սա չի վաճառվում որովհետեւ այդ մարդուն չեմ ուզում վաճառել Ինչպես են արձագանքում որ օրինակ չի ուզում վաճառել իր աշխատանքը ձեզ նկարիչին ներվում ամեն ինչ Իսկ ասեք որպես գույների հետ աշխատող մարդ այս շրջանում ձեր կյանքում ինչ գույներ են տիրում Շրջանը գույների հետ կապ չունի միշտ կապ ունի գույնի հետ թեման որի մեջ ես աշխատում եմ եթե օրինակ նախորդ մեծ հավաքածուն որը դեռ չեմ ավարտել անում էի գեղանկարչային հավաքածուն անում էի կոչվում էր ներսից այդ հավաքածուն ամբողջությամբ սև էր սևը սևի վրա այսպես հիմա այն ինչ որ անում եմ հիմա դա ավելի գուներեն ավելի շատ գույներ կան որովհետև հիմա մի փոքրիկ հավաքածու կա որը կոչվում է My Lovely Lovers իմ Սիրած սիրուհիները մոտավորապես սենց դա Փարիզում պետք է ներկայանա սեպտեմբերին Փարիզի քաղաքապետարանում հոթել Դևիլում պետք է լինի ցուցահանդեսը այդ շատ գունեղ եւ շատ այսպես սիրաշատ աշխատանքներ են սիրով լցված աշխատանքներ են դրա համար թեման կարևոր է ոչ թե ժամանակաշրջանը Սիրո մասին խոսելիս համ նշեցիք, որ գունավոր է ձեր մոտ պատկերվում, համ ձեր դեմքի արտահայտությունը փոխվեց, բայց մի նկատառում եմ ուզում անել, որ ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք նշեցիք, որ չեք կարող ապրել առանց սիրո, բայց ընդամենը րոպեներ անց ասեցիք, որ չեք ուզում մշտապես ունենալ ընտրյալ կամ կողակից, որովհետև ձեզ կապված եք զգում։ Հիմա մի այսպիսի հակասական դիտարկում, արդյոք սերը հենց չի մղում դեպի այդ կապվածությունը, թե ձեր մոտ սիրո դրսևորումը թե անձնականում, թե ընկերականում մի փոքր այլ ձևաչափի մեջ է։ Բայց սերը ինչ կապ ունի ինչ որ ամուսնության հետ։ Ամուսնանում են սիրելով երևի թե։ Հա, բայց կարաս սիրես եւ չամուսնանաս, չէ։ Սպարտադիր չի սիրես ու ամուսնանաս անպայման։
Դա ցանկալի է գոնե սիրել եւ ամուսնական։ Կարելի է ուղղակի սիրել եւ հեչ պարտադիր չի կապվածություններ ստեղծել կամ պարտավորվածություններ ստեղծել եւ գիտեք սա ինչ որ sense հիմա sense բան չի էլի կամակոր ինչ որ տղայիկի խոսակցություն չի իրականում ուղղակի ես ունեմ պատասխանատվություններ իմ կյանքում այս շրջանում որոնք թույլ չեն տալի ինձ որպեսզի ես այլ պատասխանատվություններ վերցնեմ ինձ վրա քանի որ այս պատասխանատվությունները շատ ավելի կարևոր են, քան այն պատասխանատվությունները։ Հետևաբար պատասխանատվությունները որ ոլորտի կամ ինչի մասին։ Իմ արվեստի մեջ։ Արվեստի մեջ գլոբալ թե գլոբալ կոնկրետ աշխատանքային ես ունեմ անելիք, որը պետք է անեմ եւ դա մեծ պատասխանատվություն է, շատ մեծ պատասխանատվություն է եւ ես չեմ կարող ինչ որ այլ պատասխանատու տեղ չունեմ այլ պատասխանատվություն վերցնելու այդ իսկ պատճառով սիրելը ոչ մեկ չի բացառել եւ ոչ մեկ չի բանարել էլ այտենց վերջ սիրելը անverջ կարելի է սիրել եւ գիտեք վստահ կարող եմ ասել ես շատ սիրել գիտեմ մենք երբ կտեսնենք արդյունքը այդ գլոբալ մտքերի քանի որ դուք երկար ժամանակ է գալիս եք դրան խոսում եք բայց ոնց որ դեռ տեսլականը Ես միշտ պատասխանում եմ այս հարցին, երբ Աստված կկամենա։ Ինչու որովհետև շատ մեծ եւ շատ գլոբալ իդեաները իրանց ժամանակին պետք է կայանան։ Այն պահին, երբ որ իրանք պետք է լինեն, այդ պահին իրանք անպայման կլինեն։ Ես պատրաստ եմ աշխատանքային առումով արել եմ ամեն ինչ, վերջացրել եմ մինչև վերջ։ Մնում է գա ժամանակը։ Տենց իմ կյանքում շատ է տենց լինում, օրինակ իմ են հայտնի հանրահայտ ճանճ 2007 թվին էր պատրաստվել, բայց առաջի անգամ ցուցադրվեց 2017 թվին, 10 տարի անց։ Ինքը 10 տարի իմ արվեստանոցում սպասում էր իր պահին, երբ որ իր պահը կգա, որպեսզի ինքը արվեստանոցից դուրս գա։ Հա ով այցելում էր իմ արվեստանոցը, իրանք տեսնում էին, բայց հանրային ինքը դեռ չէր երևացել, հա, կամ հայտնի սիրտը, որի հիմա շատ խոսում են, ինքը 2018 թվին է պատրաստվել, բայց խոսում են հիմա դրա մասին, չէ, անցել է արդեն 7 տարի։ Տեսեք, ամեն ինչ իր ժամանակին է գալիս, եւ դա լավ է, եւ դա նորմալ է։ Հիմա մարդիկ, որոնք գալիս են իմ արվեստանոց, այդ գլոբալ իդեային ծանոթանում են։ Ես չեմ թաքցնում, դա թաքուն չի։ Բայց առայժմ հանրային դարձնելու ժամանակը չի իրա։ Երբ որ կգա այդ ժամանակը ինքը կդառնա հանրային։ Շատ լավ։ Իսկ քանի որ խոսեցինք ձեր գործերից, հատկապես ճանճից, դուք բոլորին սիրել տվեցիք ձեր ճանճին եւ ճանճի միջոցով աշխարհը նրա աչքերով։ Ես ուզում եմ հասկանալ դետալների հանդեպ ու չընդունված ընդունելի դարձնելու գաղափարը ձեր մոտ ինչից էր գալիս կամ միշտ եղել է ու այդ ճանճի մյուս դետալների միջոցով արտահայտվեց ու դա տեղ գտավ թե ինչ որ իրադարձությունից հետո որոշեցիք որ ամեն անգամ չընդունված մանրուք ինչպես օրինակ ճանճը կարելի է դարձնել ընդունելի եթե վերաբերմունք փոխենք դա փիլիսոփայություն է մտածելակերպ է ես շատ փոքր տարիքում երբ որ բոլոր երեխաները դուրսը խաղում էին ես այդ ընթացքում ունեի այսպես մի հատ փոքրիկ տուփ որի մեջ իմ գործիքներն էր շարված մեղ չագուչ, չգիտեմ, բան կոպցի եւ այլն սողոց։ Ես իջնում եմ ներքևում ինչ որ փայտերից, տարբեր ճյուղերից, տարբեր ես իմ ինչ որ նյութերից, ինչ որ բաներ էի պատրաստում, որը բոլորի համար ոչ մեկի համար հասկանալի չէր։ Ինչ եմ անում, ինչի եմ սա սենց կպսրել։ Ես ուղղակի թռչունի բուներ էի սարքում, որը հետո կախում էի, որպեսզի թռչունները տնիկներ էի թռչունի սարքում, բայց իրանք նման չէին այն սովորական ձևին թռչունի բունի, որը սովորեին բոլորը։ Ես որոշել էի, որ չէ, ինչի մենք կարանք տարբեր տուներ ունենանք, տարբեր ձևի շենքեր ունենանք, իսկ թռչունը անդադ նույն տունից պետք է ունենա։ Ես իրանց համար որպես ճարտարապետ, թռչունների ճարտարապետ, ես որոշել էի, որ իրանց համար լրիվ ուրիշ շատ հետաքրքիր տուներ պետք է սարքեմ։ Այսինքն ինձ մոտ դա բան էր, մտածելակերպ էր, որ ինչի պետք է ինչ որ ձև որոշված լինի եւ այդ ձևը միշտ լինի նույնը։ Ինչի՞ չի կարելի դուրս գալ այդ ձևից ու անել ուրիշ ձև։ Եվ որ առաջի անգամ գնացի գիտության կենտրոն Սամվելը Բաղդասարյան, ասեց ինչ որ մի բան նկարի։ Նկարեցի Բուրատինո։ Ասեց շատ լավ, ասեց կպատմես ինձ այդ հեքիաթը։ Ասեց ինչի չգիտեք։ Ասեց գիտեմ իհարկե, բայց ուզում եմ դու պատմես։ Դրեցի մինչև վերջ, պատմեցի սկզբից մինչև վերջ։ Ավարտվեց նրանով, որ Բուրատինոն գտավ ոսկե բանալին եւ բացեց թատրոնի դուռը եւ վերջացավ։ Ասում եմ բա հետո Ասում դե վերջացավ հեքիաթը։ Ասում բա ինչ եղավ այդ շարունակությունը ինչ եղավ։
Ասում եմ, չգիտեմ, ասում հորինի։ Հորինի ասում, համ դրանով չվերջացավ, թատրոնի դուռը բացվավ, բա հետո ինչ եղավ։ Հետո ինչ շարունակություն։ Ասաց կարես հորինես։ Ասի կարամ։ Ասաց դե հորինի ու նկարի։ Ես սկսեցի նկարել Բուրատինո հեքիաթի շարունակությունը։ Իսկ հետո հասկացա, որ իսկ ինչի եմ ես Բուրատինո նկարում, ես իմ կերպարները կհորինեմ։ Եվ հետեւաբար դա դարձավ արվեստ արդեն։ Այդ դա մտածելակերպ է։ Դա է ձևավորում մտածելակերպ։ Խոսեցիք ստեղծագործելուց, դուք ժամանակին շատ գեղեցիկ հատկապես զարդեր եք ստեղծում, որոնք կրկնօրինակելու կամ ինչ-որ միտեղ տեսնելու գաղափարը չեղել, հենց տեսնում էին, հասկանում են, որ Նուրի ձեռագիրն է։ Ու այդ ժամանակ դուք էլ եք կրում զարդեր։ Եվ շատ կտրուկ, չնայած այս թեման եւս խոսացվել է, շատ կտրուկ որոշեցիք երևի որ զարդեր չեք ուզում կրել, եւ նաեւ չեք ստեղծելու զարդեր։ Ինչով էր պայմանավորված։ Ես շատ դեպքերում ես հարցին պատրաստել հարցը շատ է հնչում։ Ես շատ դեպքերում ասում եմ, որ ես այլևս մի պահից սկսեցի չհավատալ մարդուն, ոչ թե կոնկրետ անձին, այլ առհասարակ անձ հասկացողության։ Բայց կա եւս մեկ պատճառ, ինչի ես դա չեմ անում։ Քիչ առաջ ես ասացի այդ գլոբալ իդեայի մասին, որի մեջ մխրճվեցի ու այլևս ուրիշ պատասխանատվություն չեմ կարող կրել։ Որտեւ զարդը եւս պատասխանատվություն էր, որից ես ձեռք ազատվեցի, որպեսզի կարողանամ մխրճվեմ այս գլոբալի մեջ, այս մեծ գաղափարի մեջ։ Եվ ոչ միայն զարդից ես հրաժարվեցի, ես շատ բաներից հրաժարվեցի իմ կյանքում։ Ինչից օրինակ։ Շատ մարդկանցից, որոնք ինձ խանգարում էին ազատ լինել եւ տալ ինքդ քեզ ինչ որ մի գաղափարի, որովհետև քո նկատմամբ ուշադրությունն է շատանում սևեռվում եւ վտանգը է շատանում եւ դու հասկանում ես, որ կան մարդիկ, որոնք կարան քո պատճառով վտանգի ենթարկվեն եւ դու պետքա հնարավորինս հեռացնես այդ մարդկանց, որպեսզի իրանց էլ չվնասես հանգարց։ Իսկ այն մարդիկ, որոնք պատրաստ չէին հեռանալ ձեր կյանքից, բայց դուք որոշեցիք կային նման մարդիկ, որոնք իսկ ինչպես հարթվեց, ինչպես բացատրվեց։ Չէ՞ որ նրանց համար էլ դժվար էր, որովհետև դուք նրանց կյանքում կայիք ու հանկարծ որոշել եք, որ դուք գլոբալ գաղափարների հետևից գնալով պետք է որոշակի սահմանափակում դնեք։ Գիտես, հիշում ես քիչ առաջ ասացի նկարիչներին ամեն ինչ ներում են։ Եվ կուզեմ նաև անդրադառնալ հաղորդման ընթացքում մի հարց քննարկվեց, այսօր շատ սերիալային դերասաններ, շատ մի անգամ կադրում երևացող մարդիկ շատ մեծ քանակի հետևորդներ ունեն։ Ըստ էս ինչով է պայմանավորված, արդյոք նրանց մեծ թիվը վտանգ չի ներկայացնում։ Ցանկացած ազգում եւ առհասարակ գլոբալ ամբողջ երկրագնդում մարդկության 70%-ը դա տենց ավելի պրիմիտիվ ցանդրատի վրա 30%-ի մեջ 5%-ը տենց այն որ ամենաթոփ դեմքերն են, հա, շատ բարձր։ Ասենք մի 10-12%-ը մոտ են, բայց հələ չեն հասել, ձգտում են սովորել եւ այն մնացած ասենք 15%-ը միջին զարգացածության մարդիկ են ինտելիգենցիան, բայց 70%-ը դա չեմ ուզում ինչ որ վատ տենց բառասեմ, նեղացնող բառասեմ, հա, բայց տենց շատ ցածր որակի մարդիկ են զարգացածության առումով։ Մարդկային առումով չէ, կարող է շատ բարի են, կարող է շատ հոգատար են, կարող է շատ լավն են, բայց զարգացածության առումով եմ ասում։ Այդ մարդկանց համար շատ հեշտ է սերիալներ նայել, շատ պրիմիտիվ երաժշտություն լսել, հա, շատ պարզ հասկանալի 3 նոտայից կազմված, շատ քիչ տոկոսն է, որ կարա առավոտից գիշեր բախ լսի։ Դա կամ գոնե զուգահեռ լսի։ Այդ տոկոսային քանակությունը պարզ է, որ ինքը պետք է հետևորդը լինի շատ պարզ սերիալային դերասանի կամ մի հատ ինչ-որ մեկի, ով ինչ-որ տարօրինակ շարժում արեց TikTok-ում։ Սրան փրկություն կա։ Գոնե մեզ համար։ Չէ, երբեք չկա։ Անվերականգնելի է։ Հաղորդման այս հատվածում ես ձեզ ուզում եմ տալ բլից հարցեր, որոնք համ թեմայի մեջ են, համ թեմայից դուրս, ավելի երջանիկ կզգացես, երբ բոլորը երջանիկ լինեն։ Համայն մարդկությունը։ Այո։ Նման բան հնարավոր է։ Չէ, ուտոպիա։ Այսինքն երբեք։ Երբեք։ 3 մարդ, ում համարը միշտ հիշում եք առանց նայելու։ Երեխաներս միանակ մայրիկիս համարներ, երբ որ մայրիկս կար, հիմա ընկերներիցս մեկի, որը ամենամտերիմ ընկերս է։ Դժվարությունները հաղթահարելու Նուրի ձևաչափը կար։ Հումոր։
զուգադիպեց հաջորդ բլիցը լինելու էր, երբ մարդը չունի հումորի զգացում, ապա շանս չունի երջանիկ լինելու։ Վերջում ուզում եմ ընդամենը մի հարց տալ, արդյոք այս ընթացքում ձեր մոտ կամ միջայց ուզում եք լսել մի հարց, որը ես չտվեցի։ Ոչ թե կուզեի լսել հարց, այլ կուզեի տալ հարց։ Որ սա երկխոսություն լինի եւ ոչ թե։ Լսում եմ։ Շատ գեղեցիկ հարց, որը տալիս է Պոզները միշտ։ Երբ որ հանդիպես Աստծուն, ինչ կասես։ Պետք է ասեմ ինչու, հասկանալու համար, ինչու էի ընտրել այն կյանքը, որով ես անցա եւ կուզեմ դուք էլ պատասխանեք։ Ես կբարևեի։ Զուտ։ Հա։ Շատ լավ, շնորհակալություն Նուր։ Ձեզ էլ եմ շատ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ մեր զրույցը։ Շատ։ Դե ինչ կհանդիպենք մի շաբաթ։